4 տարի առաջ սեպտեմբերին տեղ խոշորացված համայնքում սկսվեց կառավարման նոր փուլ։ Պատերազմի թողած ծանր հետևանքներով եւ անորոշության պայմաններում Դավիթ Ղուլուցը կանգնեց համայնքի ղեկին։ 2021 թվականին տեղի բնակիչները նրան վստահեցին ղեկավարի պատասխանատու պարտականությունը։ Եվ այդ օրից նա փորձում է ոչ միայն կառավարել, այլև զարգացնել համայնքի 7 սահմանամերձ գյուղերը, ներգրավելով թե պետական, թե սուբվենցիոն եւ թե միջազգային ծրագրեր։ Ղուլունցի պաշտոնավարման սկզբին տեղ համայնքի բյուջեն ընդամենը 227 միլիոն դրամ էր, իսկ պահուստային ֆոնդը 8 միլիոն։ 4 տարվա ընթացքում ճիշտ կառավարման եւ ծրագրային աշխատանքի շնորհիվ այս թվերը զգալիորեն աճել են։ Այսօր համայնքի բյուջեն հասնում է մոտ 400 միլիոն դրամի, իսկ պահուստային ֆոնդը 50 միլիոնի։ Խնդիրները այնքան շատ ա եղել, որ եսի մեջ հնգամյա զարգացման ծրագրերի մեջ պլանավորել ենք, որ տարեկան բաշխում ենք բոլոր գյուղերը հավասարաչափ։ Ու այդպես ես շարժում եմ իմ կոլեկտիվի հետ։ Կան բաց շատ կա, որտեղ խնդիրները նորից եմ ասում շատ են եղել։ Հերթով գալիս ենք, սկսել ենք խաղապարակներ, լուսավորվածություն, ճանապարհներ, ոռոգման ջուր, խմելու ջուր, աշխատատեղը խնդիրը սա հենց է, որպես ամենամերձ համայնք միշտ է խնդիր ա եղել, այսինքն ներդնող չի եղել։ Հիմա փառք Աստծո, այսօր եթե խաղաղության պայմանագիր կնքվել է, արդեն մարդիկ կուզեն, թեկուզ եւ կառավարություն արդեն մի ներդրում կանի համայնքում, որպեսզի աշխատատեղ ստեղծվի։ Աշխատանքային օրվա ընթացքում Դավիթ Ղուլունցին անակնկալ հրավիրեցին համայնքի մշակույթի տուն։ Դահլիճում նրան սպասում էին համայնքի աշխատողները, բնակիչները եւ ինչպես միշտ առանձնահատուկ տեղ զբաղեցրած զոհվածների ծնողները։ Հնչեցին շնորհավորանքներ, հանձնվեցին շնորհակալագրեր եւ պատվոգրեր, այդ թվում միջազգային կառույցների ներկայացուցիչներից, որոնք այս տարիներին սերտորեն համագործակցել են համայնքի ղեկավարի հետ։ Մենք սկսել ենք աշխատել 2022 թվականի սկզբից եւ բավականին հեշտ, եթե կա այդ փոխվստահությունը եւ կա հարգանքը արդեն իսկ ունեցած պայմանավորվածությունների, կարծում եմ ոչ մի խնդիր չկա հետագայում արդեն աշխատանքները շարունակելու առումով։ Մեր համագործակցության մակարդակը այս 4 տարիների ընթացքում իսկապես այնքան զարգացում ունեցավ, որ այս տարի մենք համատեղ ծրագրի ներկայացանք։ Տեղ համայնքում վերջին 4 տարիների ընթացքում հետևողական ջանքեր են գործադրվել բոլոր ոլորտների զարգացման ուղղությամբ՝ ենթակառուցվածքներ, սոցիալական ծրագրեր, կրթություն, մշակույթ, սպորտ, գյուղատնտեսություն, տնտեսություն, ինչպես նաև Արցախից տեղահանված ընտանիքների աջակցություն։ Այսօր համայնքում իրականացվում են կապիտալ ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 1 միլիարդ դրամը։ Համայնքը վերազինվել է նաև գյուղատնտեսական տեխնիկայով, տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ 126 միլիոն դրամի ներդրմամբ ձեռք է բերվել 9 նոր միավոր գյուղտեխնիկա, ինչը զգալիորեն թեթևացնում է գյուղացիների աշխատանքը։ Ավստրիական զարգացման R2D Սյունիք ծրագրի շրջանակում տրամադրվել է 100 կիլովատ հզորությամբ արևային կայան, իսկ ավելի քան 56 միլիոն դրամով իրականացվել են տեղ Քարաշեն գյուղերի 7.8 կիլոմետր երկարությամբ ճանապարհի լուսավորության աշխատանքները։ Ամեն մի գյուղում լուծված խնդիրը իմ համար առաջնահերթ կարևոր խնդիր ա եղել, որ մտել եմ 200 հատ լուսավորվածություն ա եղել, ընդամենը 200 լույս պատկերացնում եք։ Հիմա այս բանին ասեմ, որ համայնքը բոլոր գյուղերով լուսավորված է, բոլոր գյուղերով, վերջին լեդ տեսակի էկոնոմիկի լույսերով։ Համայնքում կոմունիկացիաները, ոռոգման ջուր, որ 30 տարի համայնքում ջուր չի եղել ընդհանրապես, խմելու ջուր, խաղապարակներ, լուսավորվածություն, ճանապարհների վերանորոգում։ Տեղ համայնքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում երեխաների ազատ ժամանակի կազմակերպմանը։ Կառավարություն համայնք համաֆինանսավորմամբ 150 միլիոն դրամի ներդրմամբ խաղահրապարակներ են կառուցվել տեղ, Քարաշեն, Կոռնիձոր, Խնածախ գյուղերում, իսկ այժմ կառուցապատման աշխատանքներ են ընթանում Արավուսում, Վաղատուրում եւ Խոզնավարում։ Միաժամանակ կապիտալ վերանորոգվել են գյուղերի վարչական շենքերը։ Հրատապ կարգով բարելավվել է նաեւ աղբահանության համակարգը։ Համայնքում տեղադրվել են ավելի քան 150 նոր աղբամաններ, ապահովելով ավելի արդյունավետ եւ մաքուր ծառայություն։ Այո, հեշտի տրամաբանությունը հետեւյալն է, որ պետք է աշխատես օրենքի սահմաններում։ Երկու բառով շատ պահանջկոտ։ Եթե մարդ պահանջկոտ է օրենքի սահմաններում, ինքը արդեն նվիրված է։ Հենց իր նվիրվածությունը այդ պահանջկոտության մեջ է։ Ղուլունցի պաշտոնավարման ընթացքում պարկը տեխնիկան ամբողջությամբ ծածկի տակ է։ Երկրորդ ամենակարևորը, որ աշխատակիցների աշխատավարձը բարձրացվել է 70-ից 80%-ով։ Երրորդ ամենակարևորը, որ պարկը համալրվել է նոր տեխնիկայով։
Չնայած սահմանային լարվածությանը, թշնամու պարբերաբար հարձակումներին եւ փողազավթումների ծանր հետևանքներին տեղ համայնքը կանգուն է մնացել։ Այստեղ չեն դադարել անասնապահությունը եւ չեն արձանագրվել արտագաղթի դեպքեր։ Վարելահողերի պակասը լուծվել է պահուստային հողերի բաշխմամբ յուրաքանչյուր ընտանիքին 1 հեկտար, իսկ անասունները ամռանը տեղափոխվում են Սիսիանի արոտավայրեր։ Վերջի 30 տարիներին հիմնական զբաղմունքը եղել է անասնապահությունը եւ այգեգործությունը։ 44 օրյա պատերազմի ժամանակ մի քիչ անասնապահությունը կրճատվել է, բայց հիմա արդեն կամաց աճ ունենք։ 44 օրյա պատերազմից հետո 50% կրճատվել է անասնապահությունը։ Ասեմ ավելին, որ Սյունիքի մարզում ուժեղ անասնապահությունը զարգացած եղել, տեղ համայնքում եղել է 100,000 մանր եղջերավոր եւ 50,000 խոշոր եղջերավոր անասուն։ Տարի քիչ ավելանում է։ Ասենք 50% որ կրճատվել է, արդեն կամաց 30% հասել է, արդեն ուզում են հասցնեն նախկին թվին։ Որակի զարգացման ուղղությամբ տեղում արվել են կարևոր քայլեր։ Համայնքի բոլոր նախակրթարաններն այժմ անվճար են։ Աշխատակիցների աշխատավարձերը զգալիորեն բարձրացել են, իսկ ճաշացանկը, գույքը եւ տեխնիկան ամբողջությամբ նորացվել։ Համայնքապետի առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են նաեւ բազմազավակ սոցիալապես անապահով հաշմանդամ եւ զոհվածների ընտանիքները։ Պարոն Ղուլունցը մեզ շատ աջակցում է, ամեն հարցով օգնում է, նոր տարուն, մարտի 8-ին, հունվարի 28-ին, ամեն միջոցառման մեզ տեղ է տալիս, փոխվում եք, ընտանիքից դուրս եկեք, թեկուզ զոհվածի մի ծնող եք տեսնում, մեզ արդեն հարազատ եք, իրար հետ զրուցում, խոսում, մեր հոգեվիճակը փոխվում է շատ ուշադրության կարիք ունեք, պարոն Ղուլունցն էլ միշտ մեզ հետ այնում ամեն ինչում։ Տեղ համայնքում արդեն իրականացվում են ծրագրեր, որոնք նպատակ ունեն զարգացնել զբոսաշրջությունը։ Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ 17 միլիոն 800 հազար դրամ է հատկացվել տեղ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցուց դեպի M2 մայրուղի տանող ձորակի վրայով ճոճվող կամուրջ կառուցելու համար։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին, համայնքին հաղորդելով նոր զբոսաշրջային հմայք եւ տնտեսական հնարավորություն։ Արմինե Սիմոնյան, Նորայր Դանիելյան, Սյունիք լրատվական։